որն է Եվրամիության ուզածը։ Նրանք մշտապես եւ ամենուր ուզում են ու ամեն ինչ անում են, որ ընտրությունների արդյունքում այդ պետություններն ունենան այնպիսի իշխանություն, որին անխնա օգտագործեն Ռուսաստանի Դաշնության դեմ։ Իրենց ուզածը հասկանում եմ, Ռուսաստանին էլ եմ հասկանում, այ մեզ, մեր պետության քյարը որն է, դա չեմ հասկանում, չեմ ընկալում։ Սա ըստ իրենց վստահության հենց այդ իշխանությունն է եւ ուրեմն ուզում են ոչ թե որպեսի արդար ընտրություն ապահովի, այլ որ այն պահպանվի, վերընտրվի։ Եվ որպեսի պահպանվի, ասում են, եկեք Մոլդովայի փորձը կրկնենք Հայաստանում։ Օրես Գերմանիայում էլ նույն բանն էին Նիկոլին առաջարկում, Եվրամիության այլ պաշտոնյաներ։ Որն է Մոլդովայի փորձը։ Սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց գործող նախագահ Մայա Սանդուի Եվրոպամետ կուսակցությունը 50% ձայնով։ Ու ոնց հաղթեց։ Ընտրություններից 2 օր առաջ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդդիմադիր ամենախոշոր կուսակցությանը արգելեց մասնակցել ընտրությանը։ Իսկ ընտրությունների նախորդ օրը երկրորդ խոշոր ընդդիմադիր կուսակցությանը երկուսին էլ մեղադրեցին իբր Ռուսաստանից ֆինանսավորում ունենալու մեջ անօրինական։ Այդ կուսակցությունները միասին տարբեր հաշվարկներով մոտ 40% ձայն ունեին։ Իշխանությունը խոչընդոտեց ռուսամետ բնակչությամբ Մերձդնեստրում քվեարկությանը։ Երկրից դուրս ապրող մոլդովացիները եւս քվեարկելու իրավունք ունեին, Եվրոպայում բնակվողներին հնարավորություն տրվեց քվեարկել, Ռուսաստանում բնակվող 100,000-ավոր մոլդովացիներին ոչ։ Արդյունքում 276,000 մոլդովացի արևմտյան երկրներից քվեարկեց, իսկ Ռուսաստանում բացվել էր ընդամենը 2 տեղամաս, ուր տրվել էր ընդամենը 10,000 քվեաթերթիկ։ Ահա այսպես չորով գեղավարի ժողովրդի խոսքով ասած։ Ու այսպես այս հայտարարությունների շնորհիվ ընտրվեց Եվրոմիության սրտի թեկնածուն։